Հետաքրքիր բան եմ բացահայտել առնվազն իմ համար, երբ որ սկսեցի այս հեռախոսների, email-ների, գիտեք, այս մեծ աղմուկ բարձրացած բանը, այնտեղ հարց կար, որ մաքսանենգություն կա, սկսեցի խորանալ, թե ինչքան սմարթֆոն է մտնում Հայաստան, պարզվեց ամենամեծ հարկատուն սմարթֆոն բերողն է Հայաստանում, փաստացի ստացվում է, որ հարկեր են մտնում, ահա որ հայկական բյուջե, ու բնականաբար երբ որ սկսում ես խորանալ, այստեղ բացարձակ ուրիշ իրականություն է։ Հայաստանը սկսել է ներմուծել ահռելի քանակի ոչ միայն հեռախոս, լվացքի մեքենա, սառնարան, հեռուստացույց եւ այլն, ինչու բոլորս էլ լավ հասկանում ենք, դրա մեծ մասը մտնում է Հայաստան ու գնում է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ սանկցիաներ են այնտեղ, Հայաստանը ոնց որ sense շրջանցող գոտի է։ Ու ասում ես, հա դե լավ է, էլի Հայաստանին փող է մնում այդ ընթացքում, բայց որ խորանում ես, իրականությունը բացարձակ ուրիշ է։ Ուրեմն առաջինը մաքսային турքերը, վճարները եւ այլն։ Հայաստանը գիտեք ԵԱՏՄ-ի անդամ է եւ երբ որ ԵԱՏՄ-ից դրսից ապրանք է մտնում Հայաստան եւ մյուս ԵԱՏՄ երկրներ, ուրեմն ամեն ինչ որ մտնում է դրանց բոլոր մաքսային վճարները գումարվում են, ստեղծվում է մի հատ ընդհանուր կաթսա ու հետո դա հետա վերադարձվում, բայց ամեն երկիր ունի իր ֆիքսված տոկոսը, թե ինչքան է այս ամբողջ ԵԱՏՄ մտած ապրանքների մաքսային այդ վճարների, որ տոկոսն է ինքը ստանում։ Հայաստանը վախտին հաշվարկվել է որպես 1.22%, այսինքն ամբողջ ԵԱՏՄ մտող ապրանքների այդ մաքսային турքերը վճարվում են, 1.22-ը տրվում է Հայաստանին։ Դա երևի լավ էր, երբ որ Հայաստանը ուղղակի առնում էր այն ինչ որ իր համար է առնում։ Հիմա փաստացի ստացվում անեց, որ Հայաստան մտնում է ոչ միայն Հայաստանի այս ապրանքը, այլ նաև Ռուսաստան գնացող, եւ Հայաստանը հիմա ավելի շատ է վճարում այս ընդհանուր կաթսայի մեջ, քան հետո ստանում է վերադարձ, այսինքն փաստացի Հայաստանը մինուսով է աշխատում, մոտավորապես 2 անգամ մեծ, այսինքն այնտեղ 300 քանի միլիոն վճարում ենք, 150 թե 160 ստանում ենք հետ։ Լավ, այդ մի կողմ թողենք։ Բա ավելացված արժեքի հարկը, որը ամենախոշոր թոթոլ մասն է, հա, մի 20% ամեն ինչից մտնում է բյուջե։ Այստեղ ավելի մազալու պատմություն է, ուրեմն ապրանքը դրսից մտնում է Հայաստան, այս ներմուծող ընկերությունը 20% ԱՀ-ն վճարում է Հայաստանի բյուջե։ Բայց այդ տենց կլիներ, տենց կմնար, եթե այդ ապրանքը Հայաստան բերվեր Հայաստանի համար, բայց այդ ապրանքը հետո գնում է մեծ մասը Ռուսաստանի Դաշնություն, ու մի ուրիշ ընկերություն առնում է այս ընկերությունից, այնտեղ վաճառում է ու վերահաշվարկները, օրենքները այնպես են, որ փաստացի այնտեղ վերահաշվարկվում է եւ մեր բյուջեից, ստեղից ԱՀ-ն վերադարձվում է այս ընկերությանը, որը բերեց, այսինքն ստացվում է, որ թղթի վրա գրվում է, որ ահռելի վճար է եղել բյուջե, բայց դա փաստացի փոքրիկ տենց վար կա Հայաստանի բյուջեին, որովհետև այդ փողը մտնում է, հետո հենց որ Ռուսաստան վաճառում է, այլ բյուջեից դուրս է գնում եւ ստացվում է փաստացի այս ահռելի ԵԱՏՄ-ի տարածքում գտնվող օրենքների եւ գործընթացների տեսանկյունից այս ահռելի հոսքերը, որ Հայաստան մտնում դուրս են գալիս, փաստացի բյուջեը ոչ միայն գումար չի մտնում դուրս է գալիս, այլ մի բան էլ վնասով է մաքսային վճարների տեսանկյունից Հայաստանը աշխատում, այնպես որ երբ որ կարդում եք թվեր, միշտ պետք է խորանալ, թե այս ինչ թվեր են, սրա տակը ինչ է, որ ռեալ վերջում ում է մնում եւ ինչ։